Ինձ համար մի քիչ ինքնազնման, ինքնահետազոտման շրջան է, որովհետև արդեն 40+ եղավ։ Միանգամից հաջողություն եկավ, մեն հաջորդ օր աչքերդ բացում ես ու դու արդեն հայտնի ես։ Դա ինձնից չէր, նախագիծը հաջող էր։ Այդպիսի հաջող նախագծեր կյանքում լինում են 1-2 անգամ։ Հայտնի լինելը եւ սիրված լինելը, արվեստագետ որպես ճանաչված լինելը դա շատ մեծ հաջողություն է, բայց պիտի կարողանաս պահել այդ աստղային հիվանդությունը քեզնից հեռու։ Դե իհարկե երազանքների կյանք է դերասանուհու կյանք ունենալը, բայց արդյոք Հայաստանում ես իմ մասնագիտությանը վերաբերվում եմ որպես գործի, աշխատանքի։ Եթե ինձ Նարեկը ասում է, որ ես չեմ ուզում դու այս տեղում լինես, ես չեմ ուզում դու այս ֆիլմում նկարվես, ես չեմ ուզում դու այս մարդու հետ խաղաս։ Ես նույնիսկ չեմ ասում, վա, ինչի, բայց դա իմ կարիերան բան։ Ասում եմ, օքեյ, ոնց կուզես։ Իսկ դու կոմենտ գրելուց առաջ մտածել ես, որ հենց տվյալ հայտին քո կոմենտին անձամբ կպատասխանի եթերում։ Դե ինչ, ուշադիր հետևիր հաղորդմանը։ Comment Story։ Ողջույն սիրելի հետևորդներ, Ելակետի Comment Story հաղորդման շրջանակներում այսօր մեր տաղավարում է դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը։ Ողջույն Ծովինար։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի։ Շնորհակալություն, որ հրավերը ընդունեցիք, այստեղ եք ու վերջապես մեր հանդիպումը կայացավ, որովհետև շատ երկար տևեց այս ընթացքը։ Մի քիչ այս ժմյան ձեր զբաղվածության մասին խոսենք։ Ինչ եք անում, ինչով եք զբաղված, որ մեր հանդիպումները դժվար է կայանում։ Ահա, ես մոտավորապես մի 10 օր չէ, ես ձգեցի, ներողություն եմ խնդրում, բայց իսկապես ժամանակ չունեմ, երևի հիմա էլ կզգաք իմ տեսքից, որ ես իսկապես գերհոգնած վիճակում եմ գտնվում։ Տեսեք, այս պահին թատրոնում շատ զբաղված չեմ, հերթական ներկայացումներն են, որոնք իրականում էլի ինչ-որ էներգիա ուժ տանում են քեզնից, փորձեր դեռ չունեմ, բայց շուտով կսկսենք Լիրարքա ներկայացումը, Արմեն Էլբակյանն է մեր շատ սիրելի եւ հարգելի բեմադրում։ Ես այնտեղ ունեմ խոստումնալից ու լավ դեր, մեծ աղջկա կերպարն եմ մարմնավորելու, շատ լավ սաստավ ընդգրկված, Արմեն Մարությանը հենց կխաղա Լիրարքա, ներգրավված են թատրոնի լավագույն դերասանները, Աննա Էլբակյան, էլ անուններ չտամ, այսպես ասեմ, կգան կտեսնեն, երիտասարդ լավ ուժեղ կազմ է հավաքվել։ Այսպես ասեմ, հիմա ինձ համար մի քիչ ինքնազնման, ինքնահետազոտման շրջան է, որովհետև արդեն 40+ եղա։ Եվ ավելի շատ զբաղված եմ բիզնեսով այս պահին, զբաղված եմ մեր ստուդիայի դասերով, մենք ստուդիա էլ ունենք, շնորհալի բալիկներ շատ ունենք եւ զարգանում է ստուդիան, աճում է, երեխեքը շատանում են եւ ըստ այդմ ժամանակն էլ ավելի շատ է տրամադրում։ Նար թատերական ստուդիայի մասին է խոսքը։ Իմ գեղեցկության սրահով եմ զբաղված, որը նույնպես շատ ժամանակ է տանում, ինձ թվում էր, որ ես ինչ պիտի անեմ, որ դե ես մասնագետ չեմ, ոչինչ չեմ անում, բայց շատ ժամանակ տրամադրում ես ինչ-որ գործնական հանդիպումներ, չծավալվեմ եւ նաեւ մանկավարժական համալսարանում դասախոսում եմ բեմական խոսք առարկան, այն օր արդեն արձակուրդ եմ, մի քանի օր առաջ քննությունը եղավ մեր, այդպես, հիմա այս պահին մի քիչ ավելի ազատ եմ, վերջերս տղաս ֆիլմ նկարահանեց, շուտով պրեմիերան կլինի, Փակ փողոց անվանումով, դեռ ես սա ոչ մի տեղ չեմ ասել, նախապատրաստական աշխատանքներն են, այդպես ուզում ենք լավ անցնի ամեն ինչ, որովհետև դա իր առաջին աշխատանքն է եւ շատ խոստումնալից աշխատանք է լինելու, ֆիլմ է լինելու, ճիշտ է, կարճամետրաժ է ինքը, բայց ես նայել եմ ինչ-որ կադրեր ու ապշած եմ ոնց երիտասարդներով մի քանի օրում ֆիլմ ստեղծեցին եւ մեր շատ ընկերներ մեզ նաեւ ընդառաջեցին Վարշամին մեծ շնորհակալություն։ Եվ այսպես։ Այսինքն դուք դեռ ամբողջական տարբերակը չեք դիտել։ Դեռ լիովին մաքուր տարբերակը չեմ դիտել, բայց արդեն ինձ համար պարզ էր, շատ լավ ջահելություն ունենք ու լավ կաստինգ էր արված, ես նույնիսկ տեղյակ չեմ եղել ովքեր են լինելու, ովքեր չեն լինելու, ես չկամ ֆիլմի մեջ, ես ուղղակի որպես դիտորդ եմ հանդես եկել, տեսել եմ ինչ աշխատանքներ են իրականացնում եւ 18-19 տարեկան տղայի համար կարծում եմ լավ է։ Հստակ մասնագիտությունը որոշել է ձեր որդին արդեն։ Պրոդյուսեր, այո։ Հիանալի է։ Հետաքրքիր է նաև մեր սերնդի մասին, հա, նոր սերնդի մասին խոսենք, որովհետև բոլորը միանշանակ շեշտում են բավականին լավ սերունդ ունենք, հատկապես թատերարվեստի շրջանակներում բավականին լավն են ուսանողները։ Այդ դուք էլ, հա, դասավանդում եք, ստուդիա ունեք, ինչ կասեք մեր
նոր սերնդի մասին։ Այո, շատ հետաքրքիր են մտածում։ Եթե այն ժամանակ մենք կարող էինք 1000 դրամով ելույթ ունենալ ինչ-որ տեղ, ծառ խաղալ, թուփ խաղալ, այսօր երիտասարդին չես կարող դու այդ գումարով տանել թատրոն եւ ոչ էլ կինո։ Իրենք գիտեն իրենց արժեքը, իրենք իրենց լավ ճանաչում են, հասկանում են, որն է ճիշտ, որը սխալ։ Ես չգիտեմ դա արդյոք ճիշտ է թե սխալ է, բայց իրենք ունեն իրենց արժեհամակարգը ու ես դա ողջունում եմ։ Շնորհալի շատ ջահելներ, երիտասարդներ կան։ Ես օրինակ մանկավարժական համալսարանում ունեմ ռեժիսորներ, ովքեր այո, երևում է, որ վաղը մյուս օր իրենք կդառնան շատ լավ ռեժիսորներ, արվեստագետներ։ Մեր ստուդիայի սաները արդեն երևում է, որ իրենք գնալու են թատերական ասպարեզով, որովհետև շատ ուսանողներ ունենք, ովքեր անվճար ընդունվել են թատերական ինստիտուտ եւ հիմա իրենց գործունեությունը շարունակում են թատրոններում կամ իրենց ինչ-որ ներկայացումներ են բեմադրում, խաղում են։ Ընդհանրապես ասեմ, շատ լավ առաջընթաց կա երիտասարդների մոտ։ Այ կարծրատիպ կա, չէ՞, ինչ-որ թատրոն չեն գնում կամ թատրոնը իր տեղում չէ։ Դուք ինչ կասեք, որովհետև վերջին շրջանում ես ինչքան գնում եմ թատրոն, sold out է լինում։ Ոչ, մեր թատրոնը չունի նման խնդիր, որ չկա հանդիսատես, մեր բոլոր ներկայացումները համարյա sold out է եւ ասեմ, որ գալիս են Տոմսարկղից, Տոմս են գնում, մտնում են, նայում են։ Ես երբեք դատարկ դահլիճ չեմ տեսել մեր թատրոնում, վերջին շրջանում առավել եւս եւ դա ողջունելի է։ Այո։ Այսինքն սերնդափոխություն ամեն դեպքում Հայաստանում կատարվել է ինչ-որ չափով։ Այո։ Եվ նաև ասեմ, թատրոն գալիս են 6-ից մինչև 96 տարեկան, դա միանշանակ չես կարող ասել հիմա, որ սերունդն է ավելի շատ հաճախում, բայց որ հետաքրքրված են, դա միանշանակ։ Իսկ օրինակ ձեզ որ ոլորտն է ավելի հոգեհարազատ, թատրոնը թե արդեն նկարահանումները, ֆիլմ արտադրությունը։ Դրանք տարբեր են, դրանք շատ տարբեր են իրարից, ես չեմ էլ համեմատում, դրանք տարբեր աշխատանքներ են։ Չէ, երկուսում էլ դուք կաք։ Կամ, այո, կամ։ Որն է ձեզ ավելի հոգեհարազատ հարցը։ Կարծում եմ ավելի թատրոնը, որովհետև դե թատրոնում ավելի շատ եմ լինում զբաղված, քան ֆիլմերում։ Բայց ֆիլմն էլ եմ սիրում, չգիտեմ, ոնց որ երկու երեխատ ոնց կկիսես, չգիտեմ։ Լավն էր համեմատությունը։ Չես կարող կիսել։ Մեկը մի ուրիշ խարակտեր ունի, մյուսը այլ բնավորություն ունի, դու ուղղակի պետք է իրենց հետ մերվես, հասկանաս եւ աշխատես։ Ծովինար, եթե չեմ սխալվում, հասարակության կողմից առավել հայտնի դարձաք կյանքի կարուսել նախագծով։ Հետաքրքիր է այդ շրջանում, երբ որ դուք գիտեիք, որ վերջ ամեն դեպքում ամբողջ Հայաստանը ձեզ ճանաչում է, ինչ զգացողություն կար ձեր մեջ։ Ես այն ժամանակ շատ երիտասարդ էի։ Առաջին իմ ֆիլմը եղել է Հարևաններ սերիալը Armenia TV-ով, Սրբուկ էի խաղում։ Այդտեղից սկսվեց ճանաչումը, իդեպ ասեմ։ Հետո ինչ-ինչ պատճառներով դուրս եկա սերիալից եւ ինձ հրավիրեցին հանրային հեռուստաընկերությամբ կյանքի կարուսել նախագծին։ Արդեն նախագիծը սկսվել էր, ես տեսել էի որոշ բաներ եւ մեծ սիրով համաձայնվեցի։ Միանգամից հաջողություն եկավ, միանգամից որ ասում են հաջորդ օրը աչքերդ բացում ես ու դու արդեն հայտնի ես։ Դա ինձնից չէր եւ ոչ էլ մնացած մասնակիցներից, այլ ուղղակի նախագիծը հաջող էր։ Այդպիսի հաջող նախագծեր կյանքում լինում են 1-2 անգամ, երբ որ դու միանգամից ես դառնում հայտնի, դա ավելի երիտասարդների մասին եմ խոսում, ուրիշ բան, երբ որ դու արդեն հայտնի, խաղում ես այլ ֆիլմերում, եւ նույնիսկ այդ նախագծերը էլի ունեն իրենց հաջողությունները, բայց կյանքի կարուսելը, քանի որ չուներ իր նմանը, այդ ժամանակահատվածում եւ հանրային հեռուստաընկերություն բոլոր մարզերով եւ Հայաստանի սահմաններից դուրս բոլորը դիտում էին, դու արդեն հայտնի էիր։ Բայց ասեմ, ես այդ ժամանակ երթևեկում էի երթուղային տաքսիներով, ես շատ հասարակ մարդ եմ եղել այդ ժամանակ ու մինչև հիմա, երբեք այդ հայտնիությունը ինձ չի կերել եւ գիտեք ինչ եմ կարծում, շատ դեպքերում այնքան մանր է այդ ամեն ինչը, հայտնիության այդ Վայ դուք բանման, ես շատ ուրախ եմ, որ ես տեսնում են շատ դեպքերում ասում են վայ բարև ձեզ, մենք ձեզ շատ սիրում ենք, դա ինձ համար շատ մեծ սիրուն բան է, որ դու հասել ես քո կյանքում, որ ժողովուրդը կամ ինչ որ մի տատիկ քեզ ճանապարհին տեսավ, գրկեց, համբուրեց, դա է ինձ համար հաջողությունը։ Դա չէ հայտնիությունը, գիտեք, այնքան մարդիկ կան հիմա հայտնի։ Հայտնի լինելը եւ սիրված լինելը եւ իսկապես արվեստագետ որպես ճանաչված լինելը դա շատ մեծ հաջողություն է, բայց պիտի կարողանաս պահել այդ աստղային հիվանդությունը քեզնից հեռու, որտեվ դա երբևէ մոտեցել է ձեզ, բայց ոչ երբեք։ Շատ հետաքրքիր։ Ընդհանրապես դա ինձ ճանաչողները կփաստեն, ես երբեք մեծամտության կամ գոռոզության մոլուցկով չեմ տառապել եւ փառք Տիրոջ դրա համար։
Մեր հաղորդման ֆորմատը այնպեսին է, որ մենք կոմենտներ ենք առանձնացնում եւ հաղորդման վերջում կոմենտներն ենք սկսում կարդալ ու պատասխանել, բայց հետաքրքիր այն էր ձեր դեպքում հիմնականում հետևորդները ոչ թե ինչ որ գրել էին վայ տաղանդավոր, վայ այսինչ այնինչ, այլ հենց ուղիղ հարցեր էին ուղղել ձեզ։ Ու ես որոշեցի, որ այս ընթացքում ես քիչ հարցեր կտամ, այլ կուղեմ արդեն հետևորդների հարցերը։ Ձեզ այդ հետևորդների հարցերին կպատասխանենք։ Բայց մինչ այդ ուզում եմ հասկանալ, կոմենտների ինչքանով եք դուք հետևում։ Չեմ խաբել, շատ քիչ եմ կարդում կոմենտները։ Շատ դեպքերում նույնիսկ եթե ինչ-որ մի վատ բան է գրած լինում, վատ ասելով ինչ-որ fake edge-երից ինչ-որ չգիտեմ սենց։ Ահա, բացասական Չգիտեմ, ինչ-որ ոչ թե բացասական, որ վայ ինչ տգեղ է կամ ես դրանք չեմ էլ ջնջում ընդհանրապես, բայց օրինակ եթե ինչ-որ գովազդ են դնում կամ ինչ-որ իմ այդ ժամանակ ինձ նույնիսկ ուղարկում են, որ ծով գիտես, քո նկարի տակ սենց բան է գրած, մի հատ նայով է կամ գուցե ջնջես, գուցե հեռացնես, որտեվ ես ընդհանրապես հետևողական չեմ կոմենտներին։ Ես ընդհանրապես ոչ թե գցում եմ նկարներ կամ ինչ-որ post եմ անում կամ reel եմ անում Instagram-յան կամ Facebook-յան տիրույթում կամ որևէ այլ տեղ, ոչ թե դրա համար, որ ես լայքեր շատ հավաքեմ, այլ դա ինձ ուղղակի դուր է գալիս այդ պահին։ Հետևողական չեմ ընդհանրապես կոմենտների առնում։ Այսինքն հասարակության կարծիքը ձեզ համար մեկ է, ձեզ ոնց Չէ, ոնց կարող է մեկ լինի հասարակության կարծիքը, չի կարող մեկ լինի։ Ես փորձում եմ անել այն, ինչ որ մարդկանց հունից չի հանում, չի ջղայնացնում, դա իմ անձնական տիրույթն է եւ փորձում եմ նույնիսկ ամեն ինչի մեջ լինել չափավոր, այսինքն ես երբեք ինձ նման բան թույլ չեմ տա, որ փորձեմ հասարակությանը ինչ որ գրգռեմ, շեղեմ, չգիտեմ ինչեր անեմ։ Չկա նման բան։ Հասարակությունը ինձ համար շատ կարևոր դերում է, որտեղ նախ մենք հասարակական էակներ ենք, ապրում ենք հարևանների, բարեկամների փոքրիկ Հայաստանում, ու ինչ պետքա քեզնից շատ արագ կարող են ճշտել, իմանալ քո մասին, դրա համար մեկ-մեկ ծիծաղելի է, ինձ թվում թե ոնց են գիտեք շատ չեղած տեղը ինչ որ իրենց դարձնում, ես ինչ որ դու գիտես, որ այդ ամեն ինչը սուտ է, չկա, փուչ է։ Դրա համար պիտի լինես այն ինչ որ կաս։ Հիանալի։ Ես առաջարկում եմ ջուր խմենք եւ անցնենք կոմենտներին։ Հա։ Մեր ջուրը եկավ։ Շնորհակալություն։ Ինչ ջուր է։ Համ տեսեք, կասեմ։ Գազավորված ջուր է։ Հանքային ջուր, հա։ Հանքային չէ, բայց գազավորված, որը գալիս է անմիջապես ծորակից։ Շշալցված ջուր չէ։ Այսինքն ծորակից։ Այո, գերմանական գրոհե արտադրանքը, որը պրեմիում դասի արտադրանք է, արտադրել է գրոհե բլու ծորակը, որը անմիջապես տալիս է սովորական իհարկե սառը տաք ջրից գազավորված ջուր։ Իսկ սա ոնց կարող ենք ձեռք բերել։ Այցելում եք Դավիթ անհախտ 9 հասցե, այնտեղից կարողանում եք ձեռք բերել։ Իդեպ այնտեղ արդեն ջրային համակարգին միացված է, կարող եք տեղում նույնիսկ ձեր ձեռքով բացել ջուրը խմել։ Իսկ եթե on-line գնումների սիրահար եք, shop grohe.am կարող եք րոպեների ընթացքում այնտեղից ձեռք բերել։ Շատ լավ։ Իդեպ ձեզ զեղչի քարտեն ուղարկել, կարող եք այցելել եւ տեղում մյուս արտադրանքներին էլ ծանոթանալ։ Շատ լավ, սիրով։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Ծովինար համեղ սնվելու հետ ինչպես եք։ Մեծ սիրահար եմ, գուրման եմ։ Իսկ խմիչքների հանդեպ Սիրահար եմ։ գարեջրի։ Գարեջուր եմ սիրում։ Ահա, այդ դեպքում առաջարկում, երբ որ ընտանիքով կամ ընկերներով ուզենաք լավ ժամանակ անցկացնել, այցելեք մեր գործընկերոջ մոտ The Garden ռեստորան, որը Մաշտոցի պողոտայում է գտնվում։ Այնտեղ շատ համեղ, ֆանտաստիկ ուտելիքներ կան, խորտիկներ համեղ, սթեյքի սիրահար ես։ Այո։ Սթեյք, ծովամթերք, Շատ եմ սիրում։ ամեն ինչի տեսականի մի խոսքով այնտեղ կա, նաև գերմանական իսկական գարեջրի տեսականի կա, այնպես որ ձեզ այնտեղ սիրով կսպասեն։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ նաև ծանոթացնել ձեզ եւ մեր հետևորդներին Մեդիա ասոցիացիա ընկերության հետ, որը երկար տարիներս զբաղվում է PR-ով, մարքեթինգային ընկերություն ունի, ֆիլմ արտադրությամբ է զբաղվում, վիդեո արտադրությամբ։ Եթե ցանկանում եք ձեր բիզնեսը վստահել լավ մասնագետների կամ ձեր ընկերության մասին նկարահանել ֆիլմ, լավ որակյալ ֆիլմ, կարող եք դիմել Մեդիա ասոցիացիա ընկերությանը։ Մեդիա ասոցիացիա
Չգիտեմ ինչպես այսպես ստացվել, որովհետև միշտ ինչ-որ վատ կոմենտներ են կարողանում գտնել Յուրի մասին, բայց այդ դեպքում հարցեր գտանք։ Դերասանուհի լինելը իսկական երազանք է, բայց իրականում հեշտ է ապրել դրանով Հայաստանում։ Նկատի ունեն Դե իհարկե երազանքների կյանք է դերասանուհու կյանք ունենալը, բայց արդյոք Հայաստանում Ճիշտ ասած, ես չեմ ասի, որ դա երազանքների կյանք է, նայեք։ Ես իմ մասնագիտությունը վերաբերվում եմ որպես գործի, աշխատանքի, ես գնում եմ աշխատանքի, հետո գնում եմ տուն։ Ես դրան չեմ նայում ինչ-որ բոհեմյան, երազանքի, չգիտեմ ինչ մասնագիտություն։ Ֆինանսապես թատրոններում եթե նայես, անհնար է ապրելը լավ, գերազանց, կապրես ոչինչ, յոլա կգնաս։ Բայց եթե դու կարողանում ես նաև կողքից այլ գործեր անել, ինքը այո, դառնում է երազանքի մասնագիտություն եւ դու արդեն ապահովված ես լինում շատ բաներով։ Ամեն դեպքում կողքից ինչ-որ բան պետք է ունենալ, որպեսզի պահանջները բավարար։ Այո։ Ես այսպես ասեմ, Փառք Տիրոջը իմ ամուսինը երբեք չի թողել, որ ես ինչ-որ բանի կարիք ունենամ։ Ես դրա համար այո, այդ մասնագիտությունը կարելի ասել ինձ համար երազանքի մասնագիտություն է։ Շատ լավ։ Մյուս հետևորդուհին հարցնում է. եղել է դեր, որ չեք սիրել, բայց ստիպված եք եղել խաղալ։ Չեմ սիրել։ Երևի չէ։ Չէ, չի եղել։ Եթե ես չսիրեմ, չեմ խաղա։ Ոնց որ մի մարդու չսիրես, բայց հետն ապրես։ Ես իմ չէ երևի։ Շատ լավ։ Հիմա ձեր հարցազրույցներից մեկի մեկնաբանության դաշտում հարցնում են, երբ դուք ձեր ամուսնու հետ եք հարցազրույցին հրավիրված։ Երբեմն ձեզ նայելով թվում է ամեն ինչ իդեալական է, բայց լինում է այդպես։ Ոչ, իդեալական ոչինչ չէ, բայց մենք գտել ենք այն հարմոնիան, ներդաշնակությունը, որը պետք է ընտանիքին։ Մեր ընտանիքը շատ ավանդական, սովորական, հայկական ընտանիք է եւ վեճերել են լինում, սիրո պորտկումներ են լինում, այն ինչ որ լինում է բոլոր մարդկանց ընտանիքներում։ Այ հետաքրքիր է, 20 տարի անցել է։ Ասում են, որ կենցաղը ամեն դեպքում քայքայում է հարաբերությունները։ Դուք ո՞նց եք մեկնաբանում այս ասացվածքը։ Իմ բախտը բերել է նրանում, որ ես կենցաղային մարդ չեմ։ Ինձ համար կենցաղը, ես այսպես ասեմ, դա էլ մի ինչ որ ժանր է, որով ես զբաղվում եմ տանը եւ դա անում եմ մեծագույն սիրով, եթե օրինակ ես կենցաղի մեջ եմ։ Եվ ես երբեք իմ կենցաղային խնդիրներով չեմ անհանգստացնում Նարեկին։ Ես ընդհանրապես հնարավոր է մի մեսեջ գրեմ, որ այս է պետք, այս է պետք, այս է պետք, խնդրում եմ հետդ բեր։ Ուրիշ ոչ մի կենցաղ չի կարող մտնել քո անձնական դաշտ, եթե դու կենցաղային մարդ ես։ Շատ ժամանակ չափազանցնում են, չէ՞, որ խոսում են ոչ։ Չէ, տեսեք, ես գիտեմ ընտանիքներ, որտեղ կենցաղը շատ ավելի շատ է մտած, քան իրական սերն ու ջերմությունը։ Այս կյանքից ոչինչ չունենք տանելու, ընդհանրապես մի բառ ափսոս էր, լավ մարդ էր, այսքան բան, կենցաղ լինի, չգիտեմ ինչեր լինեն, դրանք այնքան երկրորդական, թեթև, իրանց վրավ պետք է ուղղակի անցնել, իրանց պետք չի խորացնել, իրանց պետք չի մեծացնել, ինչպես պետք չի մեծացնել բամբասկոտ մարդկանց, ինչպես պետք չի մեծացնել վատը, անընդհատ խոսել դրա մասին խոսել։ Շատ հետաքրքիր էր։ Հարցնում են, սերը խանգարել է երբևէ ձեզ կարիերայում։ Այո, ես կարող եի շատ ավելի բաների հասնել, բայց ասեմ, ինչի էլ պիտի հասնեի, չգիտեմ, ո՞րն է այդ գագաթը։ Երևի Հայաստանի սահմաններից դուրս արդեն գործունեություն Ինչ պետք է անեի Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի սահմաններից դուրս ուր գնաս, դու զրո ես։ Քեզ ոչ ոք չի ճանաչում որպես Ծովինար Մարտիրոսյան կամ, չգիտեմ, որևէ հայտնի մարդու անուն մեր ասպարեզից, որովհետև դու երբ դուրս ես գալիս, քեզ օտար մարդը չի ճանաչում, եւ դու պետքա զրոյից սկսես։ Այ ուրիշ բան հրավերներ լիներ, ինչ որ հեքիաթային պատրանքներով ստեղծված, որ զանգեին Հոլիվուդից, ասեին, գիտեք, ձեր նկարը բան դուք համապատասխանում եք կերպարին։ Ես հավատում եմ, որ նման բաներ հնարավոր է լինի։ Եվ հնարավոր է ինձ հետ լինի դա հենց, որովհետև it's my life, իմ կյանքում ամեն ինչ կատարվել է եւ կատարվում է։ Բայց ես փորձում եմ հողին ռեալ կպած ապրել, էլի։ Իրատես մարդ։ Եթե ինձ Նարեկը ասում է, որ ես չեմ ուզում դու այստեղում լինես, ես չեմ ուզում դու այստեղ գնաս, ես չեմ ուզում դու այս ֆիլմում նկարվես, ես չեմ ուզում դու այս մարդու հետ խաղաս։
Ես նույնիսկ չեմ ասում, վա, ինչի, բայց դա իմ կարիերան բան։ Ասում եմ, օքեյ, ոնց կուզես, որովհետև ես բնավորությամբ շատ ալարկոտ մարդ եմ ու դա ինձ նույնիսկ դուր է գալիս, որ ասում եմ, հա, ինչ լավ, հա։ Всё։ Ես մի քիչ ուրիշ կերպ եմ էլի ապրում։ Ես երևում է որ ես շատ բան եմ, ակտիվ եմ, եմ բան, բայց ես ալարկոտ եմ իմ բնավորությամբ։ Սիրում եմ տաք բազմոցը, տաք ծածկոցով, թեյը, համով քաղցր բաներ լինի, մի լավ ֆիլմ լինի եւ ես երջանիկ եմ։ Վայ, ինչ հետաքրքիր է։ Էկրանը ինչ խափուսի կա, չի դեպքում։ Այո։ Մի բան ասեք ձեր մասին, որ ոչ ոք չգիտի։ Ասեցի էլի։ Ալարկոտությունը։ Ալարկոտությունը նաև ասեմ, շատ խորը մարդ եմ։ Շատ բարդ մարդ եմ իրականում։ Այդպես երևում է, որ շատ պոզիտիվ բան, առույգ։ Ես տանը լրիվ ուրիշ մարդ եմ։ Դրսում ուրիշ մարդ եմ։ Ու դա ոչ թե դիմակներ են, այլ դա ուղղակի ես տանը հանգստանում եմ, ես տանը լուռ եմ, ես տանը իմ մտքերով եմ, ինձ հետ եմ, իմ աշխարհում եմ։ Երբ դուրս ես գալիս, դու շատ դեպքերում ցույց չես տալիս քո թուլությունները, քո զգացմունքները, զգացողությունները։ Շատ հաճախ պետք է ավելի զուսպ լինես, պինդ քեզ պահես, հանգամանքներ կան, որ պետք է շրջանցել, ավելի զգոն եմ ավելի դրսում, հա։ Հետաքրքիր է։ Հիմա ասում են ձեզ միշտ տալիս են նույն տիպի դերերը։ Դուք ինքներդ չեք ձանձրացրել դրանից։ Չէ, ասողը լավ չի ճանաչում իմ դերացանկը, հակառակը ինձ միշտ տարբեր դերեր են տվել։ Այո, հերոսուհուց մինչև բացասական կերպարներ, փոքր երեխայից մինչև մեծ տատի խաղացել եմ։ Հա։ Հիմա հարցնում են, ձեզ թվում է ձեզ արդարացի գնահատում են համացանցում, թե ոչ այդքան։ Ով պետք է գնահատի ինձ համացանցում։ Նու մեկ լինում է վատ մեկնաբանություններով են օրինակ կամ դեղին մամուլ ասված ինչ որ այլ։ Ճաշակին ընկեր չկա, ես երբեք չեմ ստիպի, որ ինձ սիրեն կամ գնահատեն կամ ինձ գնահատողը կարա լինի մատերից վրա 5 հոգի հաշված։ Ինձ համար չկան իդեալական մարդիկ եւ ես փորձում եմ ապրեմ այնպես, ինչպես ինձ դուր է գալիս, ինձ հարմար է եւ չխանգարելով ոչ մեկին։ Դրա համար ինչ պիտի անեմ, որ համացանցում, ասենք, միկին ինձ վատ կոմենտ գրի, ես դրանից ցես թվում է ինձ վատ եմ զգում։ Բացարձակ։ Ես ուղղակի տեսնում եմ, որ այդ մարդը ինձ չի սիրում, դա իր գործն է, դա իմ մեջ։ Բայց հիշում եք այնպիսի մեկնաբանություն, որ ձեր վրա իսկապես վատ է անդրադարձել։ Ես նույնիսկ գիտեմ ովքեր են գրողները դրանք։ Հա, ես գիտեմ իրենց դեմքով, բայց որովհետև ես գիտեմ, որ ժողովուրդը ինձ սիրում է, ես որտեղ գնում եմ, շատ հարգալից, սիրով, ժպիտով, ես դա տեսնում եմ եւ նույնիսկ անուններով, դեմքերով գիտեմ ովքեր են իրենք։ Բայց լինում է այնպես, որ այդ վատ մեկնաբանությունները իսկապես անդրադառնա ձեր վրա տրամադրության անկում։ Ես ժպտում անցնում եմ։ Այո, նույնիսկ չեմ մաքրում դա իմ պրոֆիլից, կարող եք մտնել տեսնել, եթե կա, չգիտեմ։ Ընդհանրապես շատ մեծ ուշադրություն չեմ դարձնում fake edge-երի գրված։ Այ եթե ուրիշ բան ինչ որ շատ կարկառուն մի դեմք ինձ վատ բան գրի, ես անպայման կհետաքրքրվեմ ինչու։ Իսկ եթե տեսնում ես, որ ոչ դեմք կա, ոչ ազգանուն, ոչ անուն, ասենք գրածա, չգիտեմ, հենդո ուտ ու աղջկա բաներով, ասենց ինչ որ նայում ես, ասում ես ոնց ինքը ով ինչ անդեմ մարդկանց ինչու պետք է ուշադրություն դարձնեմ կամ իմ կյանքի րոպեները նվիրեմ իրեն։ Դուք երբևէ թույլ տվել եք ձեզ լինել թույլ։ Այո, մեկ անգամ։ Եվ ինչ դեպք ա եղել, եթե քաղաք չի։ Իմ անձնական, իմ ներանձնական։ Սա երևի մեջնի են ամենավատն է։ Այս կինը տենց էլ ճաշակ չունեցավ։ Գիտի 45 տարեկանում, 16 տարեկանի շորեր հագնելով երիտասարդանում է։ Հա, հասկանալի է։ Ես հիմա էլ հագած եմ իմ 16 տարեկանի շորը եւ փառք Տիրոջ, որ ունեմ այդ կազմվածքը եւ կարող եմ ինձ թույլ տալ 41 տարեկանում հագնել այն, ինչ դուր է գալիս եւ նաեւ այն, ինչ դուր է գալիս իմ ամուսնուն։ Ահա։ Ոչ Երանի քո Տիրոջը, արվեստի ծաղագին հերու, անմիջականությունը անիմաստ ու անհեթեթ։ Ոչինչ չեմ կարող ասել։ Եթե ինքը այդպես է կարծում, թող մնա իր կարծիքին։ Ես չեմ փորձի նույնիսկ գիտես ասում են չեմ արքարիտներդ խոզերի առաջ շախմիտ ու ինչ ասես մարդու կարծիքն է թող մնա այդ կարծիքին
Ախր գիտեք, այսպեսի մի բան կա, պարտավոր չեմ բոլորը քեզ սիրեն։ Հա, իհարկե։ Հնարավոր է, որ դու մեկին ընդհանրապես դուր չես գալի, նայում ասում ով է, այս աղջիկին անտիպաթիա է, չեմ սիրում իրան։ Ու դու ոչինչ իրեն չես արել, դա ուղղակի ու ես ոչ թե դա կասեմ, այ նախանձ են դրա համար, նախանձում են ինձ։ Ոնց է, չկա նման բան, ուղղակի գուցե անտիպաթիա, գուցե դուրը չեմ գալի այդ մարդու, գուցե, չգիտեմ, ինչ որ բան եմ արել, որ իր ճաշակով չի։ Դու հանրային մարդ ես, կարող են լինել կարծիքներ, եւ ես ընդունում եմ բոլորը։ Եվ առանց վիրավորելու, առանց ինքս վիրավորվելու, եւ այնպես չի, որ ես չունեմ ինքնասիրություն, այլ ուղղակի դա ինձ չի կպնում, դա իմը չի։ Ասում եմ, գիտեք, վիրավորվում են մոտ մարդկանցից։ Երբ օտարը քեզ վիրավորում է, օտարը քեզ չի ճանաչում, դու նույնիսկ այսպես թեթև անցնում ես վրայով, դա քեզ պետք չի։ Իհարկե։ Եվ խորհուրդս բոլոր մեր հայտնի մարդկանց, որ շատ ծանր են տանում այդ կոմենտների, այդ բանը, որ այս ինչ բան, ինչի համար ապրեք ձեզ համար, ով ինչ ուզում է թող խոսի, մտածի, ամենայն դեպս այնքան հարթակներ կա, որ նայում ես, ով ինչ ուզում խոսում է, ով ինչ կարծիք ուզում հայտնում է ում մասին, ոնց ուզի, բաց տարածք, ասենք ինչ գիտես այդ մարդը հիմա 12 տարեկան Անուշիկը չի Բանգլադեշից։ Օրինակ եմ բերում։ Բոլոր այդ մարդիկ իրական լինել չեն կարող։ Կան ֆեյքեր, կան իրական մարդիկ, հստակ պետք է կարողանաս տարբերակել ում հետ գործ ունես եւ արդյոք արժի պատասխանել կամ ոչ։ Իհարկե։ Եվ վերջում մի քանի հարցեր ենք պատրաստել ձեր համար։ Հայկական սերիալ, որի անունը լսելիս միանգամից հասկացել եք, որ դրամա է լինելու։ Շատ կան, չգիտեմ։ Համարյա բոլոր հայկական սերիալները դրամա են կամ մելոդրամաներ են։ Դժվար ապրոստ, չէ՞ օրին։ Հա, դե բնականաբար։ Եվ այսպես շարունակ։ Հայկական ֆիլմ, որ ձեզ համար շատ լավն է, գլուխգործոց է, այսպես ասած, բայց շատ քիչ է խոսվել այդ ֆիլմի մասին։ Ժամանակակից ֆիլմերից Կապ եք չունի։ ասում։ Ես կարող եմ խոսել Ելենա Արշակյանի վերջերս դիտած իմ շնորհավորում եմ աղջիկ է ֆիլմը, Ահա։ որը ասելիք ունի եւ շատ լավ ֆիլմ է։ Ես չեմ դիտել, Վերջերս եմ դիտել, դրա համար ասում եմ, շատ եմ հավանել։ Դեր որ կցանկանայիք խաղալ, բայց դուք ինքներդ գիտեք, որ շատ հեռու է ձեզանից այդ դերը, հետաքրքիր է, նոր փորձառություն կլիներ։ Հետաքրքիր է, որ ես երբեք ինչ որ դերի անուններ, որպես այդպեսին չեմ ցանկացել խաղալ։ Ու հիմա էլ ես չգիտեմ, որը ճիշտն է, որը ինձ համար է, թող դա լինի։ Շատ լավ։ Հայկական ֆիլմի սաունդթրեք, որ ձեր գլխից դուրս չի գալիս։ Հայկոյի սաունդթրեքները բոլոր։ Ահա։ Եթե հայկական սերիալ լիներ եւ խաղայիք ձեր իսկական անունով, ինչպիսին կլիներ նա։ Ձեզ նման կլիներ։ Նայ սցենարը ինչպես է գրված, ես չգիտեմ, որովհետև իմ կյանքը հաստատ դրամա չի, ոչ էլ մելոդրամա է, ես փորձում եմ իմ կյանքը ավելի ուրախ նոտաներով ապրել։ Շատ լավ։ Ֆիլմ, որ կցանկանայիք նորից նայել, որ նայած չլինեիք, կուզենայիք առաջին անգամ այո նայել նորից, որ այդ էմոցիաները ապրեիք։ Տեսեք, ես մոռանում եմ ֆիլմերի անունները, բայց ես հստակ գիտեմ, որ կան նման ֆիլմեր, Звери дикого юга, по-моему, այդպես էր կոչվում, չեմ հիշի հայերեն տարբերակը ոնց էր։ Այդ մի հատ եմ ուզում նայեմ։ Էմոցիաների համար։ Հա։ Շատ լավ։ Որ հայկական ֆիլմի վերջաբանը կփոխեիք։ Որ հայկական ֆիլմի վերջաբանը Ես Գիքորը կփոխեի։ Հա, Գիքորը։ Հա, չէ։ Գիքորն էլ կփոխեի, հա, ինչը որ տխուր է կփոխեի։ Հա։ Առաջին ֆիլմը որն է եղել հայկական, որ դիտել եք ու լաց եք եղել, հուզվել եք։ Հենց Գիքորը երևի։ Հենց Գիքորն էլ դիտել եմ հայկական ֆիլմերից։ Ամենածանր ոճը, որ ստացել եք կարիերայի ընթացքում։ Ամենածանր ոճ։ Չեմ ստացել։ Ահա։ Դեռ չեմ ստացել։ Դեռ չեք ստացել։ Իսկ առաջին հաջողության պահը հիշում եք։ Դա ինչպես ասեմ, բոլոր ներկայացումների վարակույրը փակվելուց հետո նա, այսպես ասեմ, երբ պրեմիերա ես խաղում ու հասկանում ես, որ սա էլ ստացվեց։ Եվ վերջինը։ Դեր, որ խաղալուց հետո երկար չեք մոռացել, միշտ մնացել է ձեր հուշերում։ Այո։ Մուրացյանի Ռուզանը։ Այդ դերն եմ շատ սիրել։ Ինչով է պայմանավորված։ Չգիտեմ, շատ եմ անդրադարձել այդ
կերպարին ու մեկ անգամ խաղացել եմ ուսանող տարիներին, հետո խաղացել եմ արդեն որպես դերասանուհի թատրոնում, հետո ստոպ եղավ ու նորից պարոն Շավերդյանը Վանաձորում էր դա բեմադրում եւ ինձ հրավիրեց այնտեղ ու հետաքրքիր մի բան կար, դրված էր պատվի համար ներկայացումը եւ Ռուզան ներկայացումը դեկադան էր իր հոբելյանական եւ ինձ ասաց, քանի որ իրար հետևից է դրած, ընտրի որն ես ուզում, ես ասացի դե Ռուզանը բնականաբար կխաղամ, որովհետեւ ինչ էլ չլինի հերոսուհի են, երկուսն էլ ու հետաքրքիր չլինի, երկուսն էլ ես խաղամ։ Հետո դեպքեր պատահեցին եւ Ռուզանը հետաձգվեց։ Անընդհատ այդ Ռուզան ներկայացումը ինձ ոնց որ հետապնդել է իմ կյանքում այսպես։ Բայց հիմա այլևս դա վերջակետ դրված թեմա է, ես այլևս չեմ անդրադառնա այդ ներկայացմանը։ Դա կմնա իմ հուշերում որպես լավագույն իմ կյանքի շրջան, էտապ, թե փորձերի առումով, թե բեմադրական եւ նաեւ այո դա իմ առաջին հաջողությունն էր երևի, որ ուսանողական տարիներին Վահե Շավերդյանը բերեց եւ 8 օրում ես 19 տարեկան հասակում մտա Սունդուկյան թատրոն, տոնածառային ներկայացումներ խաղացել էի արդեն, բայց որպես հերոսուհի այդ տարիքում մտնել թատրոն եւ խաղալ Ռուզան ներկա ես հետո եմ հասկացել դրա ծանրությունը, բայց այդ ժամանակ փաստորեն դա եղել իմ հաջողությունը։ Շնորհակալություն Ծովինար անչափ։ Հուսամ մենք այնպեսի կոմենտներ չկարդացինք, որ նեղացնենք ձեզ։ Չէ, բացարձակ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ձեր ժամանակից տրամադրելու համար։ Մենք հուսանք հաճախ կհանդիպենք այլ ֆորմատներով։ Սիրով դու ինձ շատ դուր եկար, շնորհակալ եմ հանգիստ խաղաղ մթնոլորտի համար։ Շնորհակալ եմ։